890 միլիոն դրամ էր անհրաժեշտ նախկին Շիրակ հյուրանոցի շենքը վերականգնելու եւ որպես մարզպետարան գործարկելու համար, սակայն կառավարությունը այդպես էլ այդ գումարը չհատկացրեց։ Քաղաքաշինության վարչության պետը նշում է, ավելի նպատակահարմար գտնվեց հին մասնաշենքը վերականգնել։ Նախագծով նախատեսված էր կառուցել նաեւ երրորդ հարկ։ Ընդհանուր աշխատանքների համար կպահանջվեր 750 միլիոն դրամ, սակայն այս դեպքում էլ գումարների սուղ լինելու պատճառով այդ որոշումը մնաց անիրագործելի։ Կազմվեց նախագծանախաշվային փաստաթղթեր, համաձայն որոնց շենքի ամբողջ շինարարությունը արժանալու էր 890 միլիոն դրամ գումար։ Գումարը բավականին մեծ էր եւ նպատակահարմար չհամարվեց այդքան ներդրում կատարել այդ շենքի կառուցելու համար։ Երկրորդ նախաշիվը կազմվեց, համաձայն որի վերջնական հիմնանորոգման արժեքը 555 միլիոն դրամ գումար է։ Առաջի տարբերակից պակասեցվեց երրորդ հարկը։ Շինաշխատանքները ավարտին հասցնելու համար կպահանջվի 555 միլիոն դրամ։ Ներկայումս կատարվել է աշխատանքների մոտ 40%-ը, լիովին վերանորոգվել է մասնաշենքի աջակողմյան հատվածը։ Դրա համար ծախսվել է շուրջ 250 միլիոն դրամ։ Կառավարությունը հաջորդ տարվա պետբյուջեից շինաշխատանքները շարունակելու եւ կառույցը շահագործման հանձնելու համար տրամադրելու է 355 միլիոն դրամ։ Այդ գումարը նախատեսված է 2011 թվականի պետական բյուջեով կհատկացվի եւ մյուս տարվա վերջին մարզպետարանի ամբողջ շենքը հիմնանորոգված կլինի եւ բոլոր վարչությունները, որոնք այսօր գործում են մարզպետարանի շենքից դուրս, կվերադառնան մարզպետարանի շենք։ Շինաշխատանքները իրականացվում է Սիսակյան շին կազմակերպության կողմից։ Ընկերությունը Սպիտակ քաղաքից է, չնայած հարևան մարզից է, բայց հիմնական աշխատանքները կատարվում է գյումրեցի մասնագետների եւ բանվորների կողմից։ Մրցույթները տեղի ունենում գնումների գործակալությունում, այնտեղ մրցույթի արդյունքում հաղթողը ճանաչվել Սիսակյան շին կազմակերպությունը, Սպիտակից է կազմակերպությունը, բայց հիմնական աշխատուժը մեր քաղաքի արհեստավորներն են, բանվորներն են, այնպես որ մերոնք են աշխատում։ Հավելենք, որ աշխատանքները նախատեսված է ավարտել հաջորդ տարեվերջին, որից հետո միայն մարզպետարանի բոլոր վարչությունները կտեղափոխվեն նոր մասնաշենք, իսկ թե կգործի արդյոք բաց պատուհանի սկզբունքը մարզպետարանում դեռևս որոշված չէ։ Փայլակ Վարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։